Խոսենք պիտ կարգավորիչի մասին։ Ինչ է պիտ կարգավորիչը եւ ինչու է այն անհրաժեշտ։ Երբ դու թռչում ես դրոնով, ցանկանում ես, որ այն անի հենց այն, ինչ դու ասում ես, շարժում ես ծիկը, դրոնը պետք է հստակ արձագանքի, առանց դողի եւ առանց անցնելու նպատակային արժեքից։ Սա ինքն իրեն չի լինում։ Դրա համար օգտագործվում է պիտ կարգավորիչը։ Պիդը ստեղծվել է դեռ 1910 թվականին և մինչ այսօր համարվում է ամենատարածված կառավարման ալգորիթմներից մեկը, սկսած արդյունաբերական մեքենաներից մինչև ժամանակակից մրցարշավային դրոններ։ Անվանումը կազմված է 3 բաղադրիչից՝ պրոպորցիոնալ P, ինտեգրալ I և դիֆերենցիալ D։ Յուրաքանչյուր բաղադրիչ կատարում է իր աշխատանքը և միասին դրանք ապահովում են դրոնի կայուն և ճշգրիտ կառավարումը։ Պիդերի ետադարձ կապի սխեման։ Set point ստիկը, շարժեցինք ստիկը, ստիկի շարժումից հետո գնում է պիտ կարգավորիչ դրոն պլան, իրական շարժում։ Այդ ամեն ինչը չափվում է գիրոսկոպով, ճշտի դեպքում ամբողջ գործողությունը կատարվում է ճիշտ։ Սխալի դեպքում դրոնը սկսում է դողալ օդում։ Սխալի ձևավորում։ Նախքան պիդի ուսումնասիրությունը պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում նրա շուրջը։ Երբ շարժում է ստիկը, Flight Controller-ը ստանում է հրաման, օրինակ, պտտվել որոշակի առանցքով 500 աստիճան վարկյան արագությամբ։ Այս արժեքը կոչվում է set point ցանկալի արժեք։ Միաժամանակ գիրոսկոպով չափվում է դրոնի իրական շարժումը, սա կոչվում է գիրո։ Այս երկու արժեքների միջև միշտ կա տարբերություն։ Օրինակ դու ցանկանում ես 500, բայց իրականում դրոնը դեռ ունի 200։ Այդ տարբերությունը կոչվում է սխալ կամ error։ Հենց այս սխալը պիտ կարգավորիչի մուտքային արժեքը։ Set point գիրո և սխալ։ Սա ճիշտն է, կապույտը։ Կարմիրով սխալը։ Ինքը փորձում է ուղղել հասցնել ճիշտին։ P բաղադրիչ։ P բաղադրիչը ամենապարզն է, սխալը բազմապատկվում է P գործակցով և ստացվում է արձագանքի ուժը։ Մեծ սխալ՝ ուժեղ արձագանք։ Փոքր սխալ՝ թույլ արձագանք։ Եթե P-ն փոքր է, դրոնը դանդաղ է արձագանքում։ Եթե P-ն մեծ է, առաջանում է դող և օսելեյշններ։ Օպտիմալ P-ն այն կետն է, երբ դրոնը արագ արձագանքում է, բայց չի դողում։ Նկարում մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխատում P բաղադրիչը։ Սա մեր տված հրամանի ճշգրիտ ձևն է։ Սա մեծ P-ն է, երբ որ մեծ P է լինում, առաջանում է դող։ Կապույտը սա փոքր P-ն է, այսինքն մեր ուզած հրամանը լավ չի կատարում, չի հասնում այն ուժին, որը որ պետք է։ Իսկ սա օպտիմալն է, կանաչը արդեն փորձում է հավասարվել մեր տված հրամանին։ I բաղադրիչ։ I բաղադրիչը կուտակում է սխալը ժամանակի ընթացքում։ Եթե սխալը երկար ժամանակ չի անհայտանում, I-ն սկսում է այն ավելացնել և ուղղել համակարգը։ Սա կարևոր է մշտական շեղումը վերացնելու համար, օրինակ քամու կամ անհավասարակշռության դեպքում։ Եթե I-ն փոքր է, դրոնը կարող է դանդաղ շեղվել։ Եթե I-ն մեծ է, առաջանում է դանդաղ օսելեյշններ։ I-ի նպատակը փոքր, բայց մշտական սխալների վերացումն է։ Նկարում պատկերված է I բաղադրիչի աշխատանքը։ Սա set point-ն է, մեր տված հրամանը։ Կանաչով ցույց է տալիս I-ի աշխատանքը, կարմիրով ցույց է տալիս, եթե I-ը չկա։ Ինչ ենք հասկանում այս դեպքում։ Երբ որ I-ը չի լինում, դրոնը անընդհատ գնալու է այն կողմ, որ կողմ իրան քամին շեղելու է։ Կամ իր վրայի ծանրությունը, եթե անհավասարություն է։ Օրինակ ինչ որ մարտկոցը դիմացի մասն եք ամրացրել, իր կենտրոնական ծանրությունը ճիշտ չի լինում, աշխատում է այս դեպքում I բաղադրիչը։
Դե բաղադրիչ։ Դե բաղադրիչը հանդիսանում է արգելակ։ Այն չի նայում սխալի չափին, այլ սխալի փոփոխության արագությանը։ Եթե փոփոխությունը արագ է, դեն արգելակում է, եթե փոփոխությունը դանդաղում է, դեն օգնում է կայունացնել շարժումը։ Եթե դեն փոքր է, օքսիլեյշնները չեն վերանում։ Եթե դեն մեծ է, դրոնը դառնում է ծանր և շարժիչները տաքանում են։ Դեն օգտագործվում է հիմնականում ռոլ և փիչ առանցքներում։ Նկարում պատկերված է դե բաղադրիչի աշխատանքը։ Set point-ը, նույնպես մեր տված հրամանը, կատարվելու ընթացքում, երբ որ դեն 0 է, այսպես տատանումներ են առաջանալու։ Երբ որ դեն միջին է, արդեն փորձում է դրոնը ինչ-որ ձև ուղղել և այդ ամեն ինչը արագ է կատարվում, այս ուղղումները, իսկ օպտիմալը արդեն այն է, որ մենք настройка ենք անում դրոնը այն մակարդակի, որ զգում ենք, որ շատ արագ է կատարվում հրամանները ու դրոնը չի ծանրաբեռնվում, շատ լավ լսում է մեզ։ Գործնական կարգավորում Betaflight-ում։ Bit կարգավորումները կատարվում են Betaflight-ի bit tuning բաժնում։ Սա bit tuning բաժինն է, այստեղ եք դուք կարգավորում proportional, integral և difference կարգավորումները։ Այստեղ ենք մենք տալիս այն թվերը, որը որ կհամապատասխանի մեր դրոնի համար։ Հերթականությունը միշտ նույնն է՝ P, D, I։ Քայլ առաջին՝ P։ Բարձրացնում ես մինչև սկսում է դող, հետո մի փոքր իջեցնում։ Քայլ երկրորդ՝ D։ Բարձրացնում ես մինչև դողը վերանա, հետևում ես շարժիչների ջերմությանը։ Քայլ երրորդ՝ I։ Կարգավորում ես դիրքի պահումը, որպեսզի դրոնը չշեղվի։ Օգտագործվում է նաև black box-ը, որը ցույց է տալիս set point, gyro և սխալների գրաֆիկները։ Լավ կարգավորման դեպքում set point-ը և gyro-ն գրեթե համընկնում են։ Սա այն հիմնական ինֆորմացիան էր, որ ձեզ պետք էր դրոնի պիդերը կարգավորելու համար։